Տիկին Ավանեսյան, մի հարցի եմ ուզում անդրադառնանք, դուք արդյոք տեղեկություններ ունեք Արցախից եկած քաղաքացիների առողջական վիճակի մասին։ Այո, իհարկե, մենք ուրեմն մշտական դիտարկման դեռ ընթացքի մեջ են, նշեմ, որ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից, կազմակերպվում է մեր կողմից եւ ես ինձ մոտ էլ նշել եմ, որ մեր նույն Վագիվ Խաչատրյանի ուրեմն վիրահատությունը Փառք Աստծո բարեհաջող է անցել եւ նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Քաղաքացիներինն էլ, այո, նրանց մասով էլ մենք մշտական կամ Երևանից ուրիշ բուժհաստատություն։ Այդ հարցերին չպատասխանեմ, բայց նորից եմ կրկնում, նրանց առողջական վիճակի ամբողջ կազմակերպչական մասը այս պահին մենք իրականացնում ենք։ Քաղաքացիներին չեմ ուրեմն այցելել, որովհետև այս պահին դրա կարիքը չի եղել, բայց կարծում եմ կունենամ առիթ։ Նաև այս ահազանգեր նշանակում կներես էլ թեման շարունակեմ նարեկ կապված շատ ահագին, դուք չեք պատրաստում, քանի որ այդպես արդեն սալյակով են տեղափոխում, չեք պատրաստում։ Ինչ ահազանգ կարող եմ լսել։ Առողջական վիճակի հետ կապված։ Ուրեմն ես ուզում եմ շատ հստակ կերպով ուրեմն ներկայացնել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված ցանկացած անձ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը ստանում է ամբողջական ծավալով եւ եթե այն դեպքերում էլ, երբ որ որոշ անձինք հրաժարվում են պետության կողմից տրամադրվող բուժօգնությունից, իրենց ընթացակարգին համապատասխան եւ ցուցման ու անհրաժեշտության պարագայում ստանում են բուժօգնությունը իրենց ցանկացած բժշկական կենտրոնում եւ այստեղ էլ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայությունը եւ մոտեցումը մարդու իրավունքների եւ առողջության նկատմամբ անշեղորեն հետևում է Պարոն Սամսոնյանը իր անհրաժեշտ բուժօգնությունը ստանում է եւ ավելացնելու բան չունեմ, քանի որ դա իր բժշկական գաղտնիքն է, կուզի ինքը կհրապարակի։ Նախ շտաբօգնության վերաբերյալ ես վերջերս նաեւ անդրադարձել եմ այդ խնդրին, որ յուրաքանչյուր 8-րդ զանգից հետո լինելու է վճարული, այստեղ նաեւ որոշակի բացումներ, բաց թողումներ կային նաեւ ԶՊՎ-ում պահվող անձանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց վերաբերյալ, ես գիտեմ, որ նաեւ շտաբօգնության Երևանի տնօրենը ձեզ նամակ ով էր գրել գոնե հարցազրույցում ինձ նման բան ասել, որ որոշակի շտկումների կարիք կա, դրանք վերանայվելու են, որպեսզի խնդիրը Նայեք, ընդհանուր կանոնն է, որ շտապօգնության կանչերի, այո, մենք սահմանել ենք ելնելով նախորդիվ մեր ուրեմն վիճակագրական տվյալներից, որ մեկ անձին տարվա մեջ օբյեկտիվորեն քանի կանչն է, որ անհրաժեշտ է, բայց նորից եմ ուզում այս մասին հստակ նշել, որ սա ունի բացառություններ։ Այս կանոնը ունի բացառություններ, բացառություններն էլ սահմանված են։ Այո, եթե մարդու 8-րդ կանչը լրացել է, բայց ունենք օրինակ ճանապարհատրանսպորտային միջադեպ, տրավմա կամ հղի է, կամ այլ իրավիճակներ, ապա սրանք բացառություններ են եւ անձը շտապօգնության ծառայությունից օգտվելու է։ Հարգելի գործընկերներ, մենք ունենք, ինչու ենք նաև այս որոշմանը գնացել, որտեղ ունենք ցավոք սրտի այս ծառայության խոշոր չարաշահումներ։ Մենք ունենք քաղաքացիներ, ովքեր որ հարյուրավոր կանչեր են իրականացնում, զրկելով այլ քաղաքացիների շտապօգնությունից օգտվելու իրավունքը եւ կյանք փրկելու խնդիր է առաջանում։ Այս բոլոր, այո, այս բոլորի մասով միանշանակ բացառությունների շրջանակում դրանք դիտարկվում են, որևէ անձ ըստ կարիքի շտապօգնությունից օգտվելու խնդիր չի ունենալու։ Իսկ ներ մասնագետներին դիմելու սահմանափակումը ինչով է պայմանավորված։ Ընդհանրապես հարգելի գործընկերներ, ապահովագրական փաթեթները հենց ունենում են կոնկրետ շրջանակներ։ Փաթեթի արժեքը 129.600 դրամ է տարեկան եւ մենք այդ գումարի շրջանակներում պիտի հաշվարկենք